Ածխաջրերը պետք է հեռացնել սննդակարգից, երբ ունենք որովայնի ճարպակալում։ Ոչ, հեռացնել նույնպես պետք չի, որովհետև մարդիկ կհասկանան հեռացնել իսպառ հանել, կան մարդիկ, ովքեր իսպառ բացառում են։ Հացը, կարտոֆիլը, բրինձը, լոբազգիները, ինչի, ածխաջրով աշխատում է մեր ուղեղը։ Չկա ածխաջր, չկա էներգիա։ Բայց որ Բայց, ածխաջրերի մասին է խոսքը։ այո, բայց ածխաջրերը բաժանվում են երկու տարբեր խմբերի՝ պարզ եւ բարդ։ Վերջնակետը ածխաջրի դա միևնույնն է շաքարն է օրգանիզմում։ Ուղղակի բարդ ածխաջուրը ավելի երկար ժամանակ է գնում, մինչև սինթեզվի դառնա շաքար, պարզ ածխաջուրը կերար դարձավ ու ավելորդ շաքարը ըստ ֆիզիկայի, ավելորդ էներգիան ըստ ֆիզիկայի պահպանման օրենքի ոչ միտեղ չի կորում, ինքը փոխակերպվում է մի տեսակից մյուսը, այսինքն դա վերածվում է ճարպի եւ կուտակվում այնտեղ, որտեղ որ մեզ պետք չի, առաջացնելով այսօրվա դրությամբ կա այդպիսի արտահայտություն մահացու քառյակ հիվանդությունների, որոնցից են առաջինը սիրտանոթային խնդիրները, Ճարպակալումը։ այո, երկրորդ տեղում ճարպակալումը, երրորդ տեղում ունենք արդեն այդ ամբողջի հետևանքով իմունիտետի թուլացում եւ քաղցկեղի առաջացումը, եւ իհարկե, կան շատ խնդիրներ, կան Նույն շատ։ շաքարային դիաբետն է Այո, շաքարային առաջանում է։ դիաբետը, որ այսօր ամենավատ առողջական խնդրի տեսակն է, որը չունի լուծում, չունի բուժում, դա դանդաղ մահ ցանկացած մարդու համար։ Այս մահացու քառյակ հիվանդությունները, որոնք առաջանում են, այո, սխալ ածխաջրերի հետևանքով։